Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեժ մրցապայքարով կառանձնանա նաև Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարա քաղաքները եւ հարակից գյուղերն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքը։ Այս ընտրատարածքում առաջադրված թեկնածուների շարքում են Օրինաց երկիր կուսակցությունից Կարեն Բոթոյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Էդուարդ Սահակյանը, ՀԱԿ անդամ Վարդան Ջանգիրյանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, սակայն ինքն առաջադրված թեկնածու Սմբատ Սիմոնյանը։ Պետք է նկատենք, որ այստեղ մրցակցությունն այնքանով է հետաքրքիր, որ հիմնական մրցապայքարն ընթանում է երիտասարդ պատգամավորի թեկնածու Վարդենիսցի Կարեն Բոթոյանի եւ ԲՀԿ-ական Սևանցի Էդուարդ Սահակյանի միջև։ Վերջինս սակայն իր ակտիվ գործունեությամբ առանձնապես աչքի չի ընկել։ Պետք է նշենք, որ Կարեն Բոթոյանը թեև պատգամավորական գործունեություն դեռևս չի ծավալել, բայց իր աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է իր կուսակից ընկերների հարգանքը եւ վստահությունը։ Պարզելու համար, թե այս ընտրատարածքում ինչպիսին են ընտրողների տրամադրվածությունը, Սլաքեյմը հարցումներ անցկացրեց թիվ 23 ընտրատարածքն ընդգրկող բնակչության շրջանում։ Արդյունքում պատկերը հետևյալն է. ընտրողները ճանաչում են երիտասարդ պատգամավորի թեկնածուին եւ մեծ հույսեր են կապում նրա հետ, համոզված լինելով, որ նա կարդարացնի իրենց բոլոր սպասելիքները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր Կարեն Բոթոյան։ Չեմ որոշը։ Կարեն Բոթոյան։ Կարեն Բոթոյան։ Ինքն արմար։ Ոսկ կատվե որ լավ բաներ է ելնելու, էլի դրանից լավ չեմ կարող դնանք։ Եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Կարեն Բոթոյանին։ Որովհետև ջահել կա դրա ինքը։ Երևի ինքն էր կզգա գյուղի տղա է, ինքն էր կզգա որ գյուղացիքի համար ամեն ինչ կանի։ Ընտրություններում ձեր ձայնը տալ։ Ես չեմ իմանում, կգնանք, կտենանք, կիմանանք, կտանք։ Կարեն Բոթոյանի լավ երիտասարդ է, նույնիսկ Սևանցին էլ վատը չի, անես որ ընտրության հարց է։ Ես չգիտեմ, չեմ որոշել։ Մեծամասնականով առաջադրված թեկնածուներ ծանոթ եք։ Ոչ ծանոթ չենք, նոր ենք ծանոթացել, փորձում ենք ճիշտ հասկանալ, ճիշտ ընտրություն կատարել։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավոր թեկնածու եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Ով լավն է, Կարենի Բոթոյան, Սահակյան Էդոյին։ Պատրաստում եք ձեր ձայնը տալ Կարենին։ Միլիոն տոկոսով։ Ինչու՞ այստեղ վարգում է։ Դեռ չեմ որոշել։ Բոթոյան Կարենի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով առաջադրված թեկնածուներում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Դա գաղտնի թոմնա էլ է։ Բոլորին ծանոթ եմ։ Ես մի ձայն ունեմ, գիտեմ ումն է պետք տամ։ Մենք կընտրենք էլի ազիզ։ Հա, խիչի, ճանաչում ենք։ Մենին էլ ճանաչում ենք, ազիզ ջան։ Մենք գիտենք էդի արտեք։ Էդի գաղտնիքա, ես չեմ ասի։ Ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Կարեն Բոթոյանին, դե հա, ծանոթ ենք ծրագրին, լավ ծրագիրներ ունի ու մեզ թվում է, որ համատեղ մեր թիկունքին կայնացալելու։ Կընտրենք մեկին էլի, էդի գաղտնիքա ոչ մեկը պիտի չիմանա։ Լվոր չգիտենք, չենք կողմնորոշվել։ Թեկնածուներին ծանոթ եք։ Այո։ Իսկ ամենահավանականը կամ ծրագիրը որ հավանել եք։ Բոլորին էլ հավանել ենք, եթե իրանց խոսքի տերն ելնեն։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Ճիշտն ասած դեռ չեմ որոշել, որովհետև ով էլ ընտրվի մենք միևնույնն է, նույնն ենք։ Աշխատենք, ապրենք։ Սահակյանի ցիկին։ Մեր այո, Սահակյանի ցիկին։ Ում եք պատրաստում ձեր ձայնը։ Հələ տենանք վերը, ումն էլ տաս մեկ այլ ինչ տարբեր։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Միանշանակ Կարեն Բոթոյան։ Շատ խոստումնալից երիտասարդ է երևում եւ հենց սկզբից ցույց տվեց, որ կարող է ազգային ժողովում մեր սևանցիներից ձայնը բարձրացնել եւ դառնալ մեր ցավերի թարգմանը ու իրոք շատ խոստումնալից է երևում, ես նրա մեջ տեսնում եմ այդ անձնավորությունը, որ հետագայում ինքը երբեք իր կազմած ծրագրերից չի հրաժարվի, երբեք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Առայժմ էլ չեմ որոշել։ Մեծամասնականով, բայց ծանոթ եք թեկնածուներին։ Ոչ չէ։ Ինչ կասեք ծրագրերին ավելի շատ հավանություն կտա։ Ծրագրերը երևի երկուսն էլ լավ են, բայց հələ չգիտեմ։ Խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Բոթոյանին կամ չգիտեմ, էլ պետք է ծանոթանանք։ Խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Պարզ չի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Առայժմ հələ կասկածիլ է, չգիտեմ կոնկրետ։ Բայց ում եք նախընտրում, ինչ թեկնածուներ կան, ծանոթ եք ձեր ընտրատարածքի թեկնածուներին։ Հա, Բոթոյան Կարենին հիմնականում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Առայժմ չեմ որոշել։ Միանշանակ Կարեն Բոթոյան։ Որովհետև երիտասարդ է, իր ծրագրերը ինձ դուր են գալիս եւ հենց միայն այն, որ այս պահին կանգնած է ժողովրդի կողքին օգնում է, արդեն դա բավական է։ Ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Բարգավաճ Սահակյան Էդո։ Խորհրդարանական ընտրություններում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Չեմ մտածել։
Բայց ծանոթ եք տեխնացուների հետ։ Անպայման։ Եվ ինչ կասեք։ Դե երևի Սահակյան Էդվարդին։ Խորհրդարանական ընտրություններում եք պատրաստվում ձայն տալ։ Ով առողջ մտածելակերպ ունի, ով գիտելիքներով հարուստ է, ով լավ մեծ ուժեղ ջղեր ունի, նրան եմ պատրաստում, նրան ձայն տամ։ Կարեն Բոթյանին եմ ձայնս տալու։ Չգիտեմ, երիտասարդ կադր երևի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում եք պատրաստվում ձայն տալ։ Չեմ կողմնորոշվել։ Մեծամասնական ընտրություններին Կարեն Բոթյան իհարկե։ Իրան էինք վստահում։ Որ մեզի ջուր քաշին դրանն էլ կտանք։ Մեզի ջուր չունենք ես 10 տարի։ Ջերի հարցն ով լուծեց դրանն էլ ձայներս կտանք։ Սահակյան այդան։ Կարեն Բոթյանին։ Դե նրան ենք համարում մեզի ձեռը տալի իրան ընտրելու։ Մեր ձայնը դա գաղտնիք է, մենք չենք ասի ոչ ոքի։ Մեծամասնականով դեռ չեմ որոշել։ Ընտրություններում եք պատրաստվում ձեր ձայնը տալ։ Կարեն Բոթյանին։ Չգիտեմ, սիմպաթիայի հարցը։ Իհարկե Բոթյան Կարենին։ Այդպես եմ ուզում։ Նա շատ լավ մարդ է։ Լավ ապագա է սպասում նրան։ Նա ամեն ինչ կարող է անել։ Ճանաչելով նրան, ես գիտեմ, որ նա կարդարացնի։ Մեր գեղացունը կընտրենք, բալաջան, ուրիշ մարդ չէ։ Բոթյան Կարեն։ Ինչու։ Կոք ինչու։ Իմ մեջ։ Շատ լապաներ է, ինչ է, իմ գյուղացին է, երիտասարդ է, մտի ազգային ժողով մի բան պետք է նա մեր ժողովրդի համար, ինչ պետք է նա։ Ինչ պետք է նա։ Այն մարդու խոչանք ես այդ շորետ խանտուր մեզի։ Այն մարդուն ինչքան ուժ ունի, այնքան կենա։ Ընտրությունը կարծեմ գաղտնի է, բայց կարող եմ բաց ասել, ինչպես մեր համագյուղացիներից շատ-շատերը, այնպես էլ ես Հայ ազգային կոնգրեսին, Վարդան Ջանգիրյանին։ Կարեն Բոթյանին։ Որպես մեր համաքաղաքացի, մեր գյուղի բնակիչ, շատ հաճելի է, որ երիտասարդ կադր լինի։ Եք պատրաստվում ձեր ձայնը տալ։ Դե հլա փոքր ասեմ են։ Կարեն Բոթյանին ճանաչում եք։ Հա, դենից եմ ճանաչում եմ, քանակամ եք էստեղ։ Ճիշտն ասած, չգիտեմ դեռ ում կընտրեմ, դեռ պարզ չի։ Գաղտնիք, հա, չեմ կարող ասեմ, ես ում կընտրեմ։ Կոնկրետ որ ասեմ, տես ճանաչում ենք, չենք ճանաչում պարոն Բոթյանին, բայց դե հույս ունենք, որ ընտրվելու դեպքում այս ժողովրդի վիճակը մի քիչ կլավանա։ Ես ընտրելու եմ Էդվարդ Սահակյանին։ Լավ երիտասարդ է, աճելու հեռանկարներ ունի։ Երիտասարդներին պետք է ճանապարհ տա։ Այս պահին ճիշտ ասած չեմ կարող ասել։ Ում կընտրեմ, ում չէ։ Իսկ թվում է աշխարհում միակ բանն է, որ գաղտնի պետք է լինի։ Կարեն Բոթյան։ Ինչ կարծիքներ ունեմ մասին։ Մեծ կարծիքներ ունենք ու սպասում ենք, որ մեզ կօգնեն, մեր կարիքները կհոգան մեզ համար։ Այդ ընտրելու։ Իհարկե Բոթյանին։ Ինչու համար։ Դա հենց եմ հարմար գտնում։ Ինչ կարծիք ունեք, ինչ սպասելիքներ ունեք։ Լավ կարծիք։ Իսկ սպասելիքները։ Դեք, հետո կապնենք, տեսնենք։ Բոթյան Կարենը։ Կարեն Բոթյանին։ Երիտասարդ է ինքը ու այսօր հույս են կապում որպես երիտասարդի։ Նախկինում եղել են ոնց որ ավակ սերնդից։ Դե այտենց այդքան էլ փոփոխություններ չենք տեսել, միգուցե ինքը երիտասարդա կարողանա ինչ-որ բան փոխի։ Անի Մարկոսյան, Լիլիթ Խաչատուրյան, Վազգեն Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Սլաքեմ, Գեղարքունիքի մարզ։